Փապ թագավորի գահակալությունը և մեծ հայքի անկախության վերականգնումը 4-րդ դարի 60-ական թվականների երկրորդ կեսը մեծ հայքի համար դարձավ գոյութենական փորձության ժամանակաշրջան։ Սասանյան Պարսկաստանի առքաշապու երկրորդ երկարակյացը շարունակեց իր վաղուց մշակված զավալապաշտական քաղաքականությունը, ձմռանամիսներին զորք ուղարկեց մեծ հայք։ Ուժող զորամասերը առաջնորդվում էին երկու հայ դավաճանների կողմից, որոնք ապաստան էին գտել Պարսկաստանում։ Հայոց պետականության փաստացի ղեկավարությունը ստանձնեց Թագուհի Քառանձեմը, որը թագաժառանգ Փապի և Արքունի Փահակազորի հետ ամրացավ Արշարունիկ գավառում գտնվող անառիկ Արտագերս Բերդա քաղաքում։ Այս Բերդը իր դիրքով գրեթե անառիկ էր և անհնար էր գրավել անմիջական գրոհով։ Պարսկական բանակը ստիպված եղավ անցնել երկարատև պաշարման։ Գիտակցելով իրավիճակի լրջությունը, Քառանձեմ Թագուհին որոշում ընդունեց Պապին և Մուշեղ Մամիկոնյանին գաղտնի դուրս բերել Բերդից և ուղարկել հռոմեական կայսրություն, օգնություն խնդրելու կայսեր Վաղեսից։ Պապը կարողացավ ճեղքել պաշարումը և հասնել հռոմեական սահմաններ։ Այդ ընթացքում Շապուհ II, տեղեկանալով հնարավոր հռոմեական միջամտության մասին, ըստ Ամիանոսի, ընկավ գազանային կատաղության մեջ։ Պարսկական զորքը նորից շրջապատեց Արտագերսը և երկարատև պաշարումից ու համաճարակի բռնկումից հետո կարողացավ գրավել Բերդը։ Քառանձեմ Թագուհին գերի ընկավ ամբողջ արքունական գանձերի հետ միասին և տարվեց Պարսկաստան։ Այս ողբերգական իրադարձություններից հետո Պապը հռոմեական կայսրության աջակցությամբ հաստատվեց մեծ հայքում որպես արքա։ Նրա գահակալությունը սկսվեց ծայրահեղ ծանր պայմաններում։ Երիտասարդ արքան իր հորօրինակով փորձեց վերականգնել Արշակունյաց խարխուլ գահը, հենվելով երկու հիմնասյուների վրա՝ սպարապետության և կաթողիկոսության։ Սպարապետ նշանակվեց Վասակ Մամիկոնյանի որդին՝ Մուշեղ Մամիկոնյանը։